Իսահակ Նյուտոնը, որը հայտնաբերել էր համընդհանուր ձգողության օրենքը, ծնվել էր հունվարի 4-ին 1643 թվականին Անգլիայում։ 1665 թվականին նա ստիպված վերադարձավ հայրենի գյուղ Վուլսթրոփ։ Նրանք տան դիմաց ունեին հին խնձորենի։ Նյուտոնը շատ ժամանակ դուրս էր գալիս տնից և խնձորենու տակ գրքեր էր կարդում։ 1666 թվականին նա տեսավ, թե ոնց մի խնձոր ծառից պոկվեց և ընկավ նրա կողքը։ Նա սկսեց մտածել. ինչու են իրերը ուղիղ ներքև ընկնում և ոչ ուրիշ ձև։ Նա արդեն գիտեր, որ խնձորն ընկել է երկրագնդի գրավիտացիոն դաշտի ազդեցության տակ և գիտեր, որ դա լուսինն է։ Այն ոչ միայն երկնքում է, այլև պտտվում է երկրի շուրջ և նրա վրա գործում է ինչ-որ ուժ, որը թույլ չի տալիս նրան դուրս ընկնել իր ուղեծրից և թռչել դեպի բաց տիեզերք։ Նա հանգեց այն մտքին, որ հավանաբար նույն ուժը ստիպում է խնձորն ընկնել գետնին և լուսնին մնալ երկրի շուրջը ուղեծրում։